Ողջույն աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, անչափ շնորհակալ եմ, որ միացել եք մեր մեծ ընտանիքին, եթե նոր եք միացել, ներկայանամ ես Աննան եմ, բազմազավակ մայրիկ եմ, ունեմ 3 երեխաներ, 2 տղա, 1 աղջիկ, ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, վարում եմ ընտանեկան վլոգ, շատ անկեղծ, շատ պարզ, ինչ կա, ինչպես որ ապրում եմ կյանքը, այնպես էլ նկարահանում եմ եւ տեղադրում եմ, ոչ մի ավելնորդություններ, ձևականություններ իմ ալիքում չեք գտնի։ Դե ինչ աղջիկներս, մեր մոտ առավոտ շուտ ինչ ենք անում, բնականաբար սուրճ ենք խմում, դուք էլ մեզ հետ առավոտ շուտ սուրճ ենք խմում ու անցնում ենք գործի, արդեն գարուն է, գիտեք, գյուղում ապրող մարդը չի կարող հանգիստ նստել, որովհետև գյուղում լիքը աշխատանքներ կա, հատկապես որը սկսվում է գարունը։ Երեխեք ջան, երկար ժամանակեր Աննանք տունը չեն, հյուր էին գնացել իր քերուտուտուն եւ իրար հետ են վերադարձել, Անին իր հետ բերել էր տորտ, մեղրով տորտ ու շատ երեխեք համեղեր ստացվել, ապրես շատ Անիտ ջան, շատ համեղեր։ Մակրության հետ եմ, լվասկի այդ սառնարանն եմ մաքրել, լվասկի մեքենա, սառնարանն եմ ցույց տալի, լվասկի մեքենա եմ ասում։ Եվ լվասկի մեքենան եմ փայլացրել։ Մաքրում եմ երեխեք ջան, ես սոդայով, լիմոնի աղով, նայեք, ես կոմեր ամեն ինչ այսպես պսպղում եմ եւ քացախով։ Ինքը շատ լավ փրփրացնում է, պսպղցնում է, դու էլ մի անգամ լավ այսպես տյորկում ես, հա, չոտկով կամ գուբկայով եւ փայլացնում ես։ Այսպես։ Հիմա այստեղ մաքրուր է, լուսամուտները նույնպես մաքրեցի այնտեղի։ Ուղղակի ամենապատահին է, որ այդ լուսամուտը միջև վերև չի բացվում, այս կողքից պետքա բացես։ Երիկիս նայեք ինչ փոքր էր այստեղ։ Գնդլիկ, թմբլիկ, իսկ հիմա նիհարա։ Ահա երեխեք ջան, պոլերը հատակը նույնպես այդպես սոդայով, լիմոնի աղով պսպղցրել եմ, այստեղ կարելի ասել վերջ մաքուր է, անցնում ենք հաջորդ մնացած գործերին։ Երեխեք ջան, մի հատ նայեք, ուր էի գնացել, ինչ եմ հավաքել, այս տարվա առաջին բանջարը։ Ինձ համար տան գործերը վերջացրեցի, Աքսանը զանգեց, ասավ անկաղ գազ գնանք բանջարի, ասի իհարկե, գնանք տենանք թե կա կհավաքենք։ Ու գնացի, ինչ տեսնեմ, արտը լիքը բանջար։ Մենք իրան բանջար ենք ասում, հիմնականում շատերը կծան են ասում։ Եթե դուք ինչ անուն եք տալիս իրան, չգիտեմ, մեկնաբանությունների բաժնում գրեք, շատ հաճելի կլինի կարդալը։ Եվ նոր անուններ կսովորեմ իհարկե։ Շատ եմ սիրում երեխեք բանջարով ապուրը, տապական, մի խոսքով կարկանդակները շատ համեղ ստացվում, ես շատ եմ պատրաստել։ Երեխեք մեր խոհանոցում տեսեք ինչ համեղություններ են եփվում։ Այստեղ բադով խաշլամ։ Աղջիկներս այստեղ գնումներ են, սկեսուրս պատվիրել է հողամասի համար բաժակներ, որպեսզի սերմեր այսպես սերմերը դնենք հողի մեջ, որպեսզի դուրս գա, հետո նոր շիթիլ անենք։ Ինչպես տեսնում եք երեխաների համար սոկա, բանանա, կոնֆետա, հացը, մի խոսքով այստեղ ինչպես տեսնում եք վաֆլիներ է 2 տեսակի։ Եթե կցանկանաք կարող եք գրել, ես արտիկուլը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Աղջիկներս ինչ եմ արել, բնականաբար գնացել եմ ձորեմ հավաքել, եկել եմ ու միասին պետք է ինչ պատրաստենք բանջարով ապուր։ Պատրաստվում է շատ հեշտ, շատ արագ ու ամենակարևորը շատ համեղ, եթե իհարկե պատրաստում եք սիրուպ։ Ինչ ենք անում, բնականաբար բանջարը լավ լվանում ենք, կարտոֆիլը կեղևազրկում ենք, մեզ հարկավոր է բանջար, կարտոֆիլ, ձու, քանակը դուք եք որոշում, կուզեք մի հատ ավելացրեք, կուզեք 2 հատ կամ 3 հատ ըստ ցանկության։ Ես սիրում եմ, որ բանջարով ապուրի մեջ ձուն շատ է լինում։ Բնականաբար հարկավոր է 1 գլուխ սոխ, կտրատում ենք ըստ ճաշակի, կամ շատ խոշոր կարող եք կտրատել, կամ շատ մանր։ Սոխառած ենք անում, ավելացնում ենք ջուրը, սոխառածին ոչինչ չենք ավելացնում, կարմիր պղպեղ, սև պղպեղ, այտենց ոչ մի բան չեմ ավելացնում համեմունքներից, ուղղակի սոխը կարմրացնում եմ, ավելացնում եմ ջուրը, կարտոֆիլը, մի փոքր թողնում եմ կարտոֆիլը եփի եւ ավելացնում եմ բանջարը, քանի որ բանջարը շատ արագ է եփվում, այդ իսկ պատճառով շատ ուշ եմ ավելացնում։ Ավելացնում եմ վերջում աղը եւ ձուն ու ինչ ենք ասում, բարի ախորժակ, շատ արագ է պատրաստվում ու շատ համեղ երեխեք ջան։ Եթե իհարկե սեր եք դնում, ավելի շատ համեղ է ստացվում, անպայման փորձեք եւ կհամոզվեք։
աղջիկներս մեր համեղ բանջարով կամ կծանով ապուրը արդեն պատրաստ է։ Հիմա երեխաներին եմ հյուրասիրում, ասեմ երեխեք շատ համեղաստացվում, անպայման փորձեք եւ կհամոզվեք։ Վերջում ավելացնում ենք ձուն եւ աղը եւ վերջ, առանց որևէ համեմունքների։ Ինքը իր համով շատ համեղաստացվում։ Եթե սիրում եք, մեկնաբանությունների բաժնում գրեք, տեսնեմ։ Մենակ ես եմ սիրում, թե դուք եք շատ սիրում։ Երեխեք ջան, այստեղ նոր վարդեր ենք դրել։ Նայեք, ոյ, հեռախոսի Մարկոսն անցնում։ Նայեք, այստեղ տյուլպաներն է, այս նոր վարդերն է։ Հա, արդեն կանաչ մամամ, թե չէ։ Հա, ծլե արդեն բողբոջ էլա։ Դե ներսը թաց է։ Ինչ որ ասում է, Աքսան, այս նայեք։ Չէ, էսի մերն է այս մեկը։ Այստեղ կակաշները, տյուլպանները բողբոջել է, արդեն ծաղկելու ժամանակն է։ Այդ մանուշակա։ Նայեք։ Ինչ սիրում է։ Հայաթում գեներալնի ու բորկա ենք անում։ Ես ու կիսուրս նայեք, այնտեղ սաղ մաքր է, վառել, հավաքել, մնում է այս ներսը մաքրվի։ Քանի տեսակ է, թե մենակ մի տեսակ։ Երկու տեսակ։ Երեք տեսակ։ Այս մեր ճուլպասն է։ Նայեք ինչ սիրունացել է երեխեք։ Գարունը նորա բացվել։ Նայեք այն կոմերը սաղ մաքրել ենք, փայլացրել։ Գնում ենք սուրճ խմելու։ Այս է մեր հարևանուհին Արսենին հյուրասիրել թխվածքաբլիթ, այսինքն պեչենիներ եւ կոնֆետ։ Երեխեք ջան, երեք այսպես լավ մաքրությունից հետո որոշեցի, որ պետք է այստեղ փորեմ, սև հող սարքեմ, այս ամբողջը մաքրվի, որ ավելի այսպես տան տեսք ավելի գեղեցիկ երևա, համը տարածք ավելի մաքուր լինի։ Ինչ եմ արել, սկսել եմ առավոտ շուտ փորել։ Հիմա նույնը շարունակում եմ փորել։ Քանի որ հողը թաց է, լապատկեն պահում այլ է հողը։ Շպացել պետք է բերեի, որ ես քերեի։ Հիմա ինչով քերեմ։ Սպասեք մի հատ տեսնեմ ինչ կա։ Իմ որ ասում է ճարը կգտնեմ։ Հետը սկրիվանում ասում է դու ես փորեմ։ Նայեք, նայեք, նայեք։ Դե փորի։ Բեր ես պահեմ դու փորի, Էլինա։ Փորի։ Հələ ինձ նայ։ Բայ։ Դե փորի։ Չես թողում գործ անեմ։ Դուր։ Դուր մաման փորի։ Չի բուժում, այսքան տեղը փոցխեմ, որ հետո հեշտ լինի մաքրելը։ Դուք էլ իմ հետ գործ արեք, երեխեք ջան։ Կամ ես սուրճ խմեք, ես գործ անեմ, դուք սուրճ խմեք։ Բարև ձեզ։ Եկա։ Մաքրություն ենք անում, երեխեքն է կրակ են վառում։ Ամեր մորքրի թորն եկել մեր տուն, գայանի մեծ տղան։ Այսպես երեխեքը արդեն 2 օր է ուրախանում են, խաղում են, վազվզում են, մի խոսքով այդպես աղջիկներս։ Ես էլ շարունակում եմ փորել։ Այսքան արդեն փորել եմ։ Մարիային նայեք։ Մարիա ջան, դա ես կոմ արի բալես։ Այդ թուղթն է գցեիր վառվեր։ Հենց Գարիկը ասում է գնում եմ, պապիկը որ գալիս է իրան տանում, դուք տեսնեք երեխեք Արսենը ոնց է լացում։ Շատ են կապել երեխեքը 2 օրվա մեջ։ Ու դժվար է իրանց համար։ Էրիկ, այս փետերից բեր, ասես գցի կրակի մեջ։ Այս չոփերը։ Ահա, գցեք թող վառվի։ Մի երկոց տես, գեղեցկություն կլինի։ Это тоже балес, эмпет не векал. Давай. А вот эту палку. Ой, железку дай. О, вот там палки много.
Երեխեք ջան, Գարիկը ոնց է ինձ օգնում։ Հայ ջան, ասում է քո նման եմ փորում, բայց իմ նման չի փորում, տեսեք։ Առաջ անգամ ես Գարիկ փորում։ Ապրես։ Մեծ օգնական ուժ ունեմ։ Օգնար։ Չէ՞։ Դե նայ ես ոնց եմ փորում։ Նայ։ Հա՞։ Նայ։ Որտեղ ասма так железная, да, слишком. Да? Փոսես փորում, հա, բա պետքա խորը փորես։ Ладно. Ես անձրև ա գալու։ Вот так. Ой, ты что? Արմատներ ա ծառի։ Այստեղ այնքան ծառներ կար։ Երեք սաղ ջարդել եմ հանել։ Вот так. Молодец, դե դուր։ На. С тебя 500 рублей. Даже 1,5. Կարելի է, չէ՞, լավ փող աշխատել փորելով։ Դա 500 ռուբլի։ Это мало, 1000. Տիսիչի, բա այսքան որ փորես ինչքան փող կվերցնես։ Привет. 10 000. 10 տիսիչ։ Այսօրվանից գնամ փոր անելու։ Խեք ջաներիկը ծաղի կատնկում։ Այստեղ արդեն փորել եմ, միջև եմ վերջը տեսեք։ Հիմա խոտերը հանում եմ ու ծաղիկներ եմ տնկում։ Բարև ձեզ։ Գործ ենք անում։ Հերիկա բալես։ Էդ է հանի։ Դա։ Да. Միջև աղջիկներս մենք դրսի գործերը վերջացնում ենք, Աննան տանը այսպիսի համեղություններ է թխում, բուլկի է թխել ու շոտ համեղ է ստացվել, ինչ ենք անում, սուրճ ենք խմում այս համեղությունով։ Աղջիկներս եկավ ամենա, այսպես սպասված պահը, ցանում ենք մեր կարտոֆիլը։ Ես ու ամուսինս։ Ինչպես է տրամադրությունը, Գյորգի ջան։ Մարտակա։ Մարտակա կարտոֆիլ ենք ցանում։ Եվ այն վերևը, որ տեսնում եք, արդեն բարել ենք, այսօր Յոնջան եւ Գարին ցանել ենք, այդտեղ անասունների համար ենք արել ամեն ինչ։ Այսօր եկան այսպես ցանեցին ու գնացին։ Իսկ այստեղ մեր կարտոֆիլներն է, սերները, մեկը Կարալևա Աննան է, մեկը Կարմիր սորտն է։ Այնտեղ երևում է, դեռելիկա պետքա բերենք։ Ես դուք ինչ եք ասում, չափա։ Ես ինչ եք անում, մենք սենց չենք ցանում տանը։ Ուղղությունը բայելու համար է։ Մետրով ենք անում, որ հավասար լինի։ Մի խոսքով այդպես երեխեք ջան։ Դրսում շատ լավ եղանակ է, հով, զով, մի փոքր ցուրտ, բայց մենք շարունակում ենք աշխատել։ Հələ այն բադին նայեք, մենակ է մնացել։ Ոչ քույր ունի, ոչ եղբայր, ոչ մայր, ոչ հայր, ինքն է մենակ։ Մնացել է իրան, մորթենք ու վերջ։ Ուրախությունով եղնի, Գյորգի ջան։ Ինչպես ասում են, մեկը թող 1000 չլինի, որովհետև չի լինում, մեկը թող 100 լինի։ 1000 ասելը սուտ է, էլի, որովհետև մեկը 1000 չի լինում։ Ամենաշատը թող 50 եղնի։ Անձրև պետքա գա։ Ծիտիկները եթե խառնվում են, զգուշացնում են, որ եղանակը բարեխառն է։ Այդտեղ ուղիղ չէր։ Ուղիղ չէր։ Այս աշոտով գնանք նոր սարքած ծաղկանոցը ցույց կտամ։ Երեք մեր հարևանուհին տեսել է։ Անենց է ուրախացել, ասում Աննա աստրաց ցանի, ես աստրա շատ եմ սիրում։ Ասի ես էլ եմ սիրում։ Մալադյեց ասում, մալադյեց, մայա դիևочка, երկու օրվա մեջ ամեն ինչ արեցիր էլի։ Անենց իրավիճակ էր, դե ահա որ էր։ 2 օրում խելքի բերեցինք այդտեղ։ Մի օր լավ մաքրեցի, վառեցի, հաջորդ օրը փորեցի, երրորդ օրն էլ արդեն ծաղիկները այսպես տնկեցի։
Նայեք ով ա գալի, ջուլբազն ա գալի։ Արի, ջուլբազ, արի։ Արի, նայեք։ Թոթոլացել է, չէ։ Արի, ուրիկյոնք։ Էլինան ջմա, բուբաս, մամա գնանք բուբազին, ասում։ Բուբաս, բայց կարելի է ջուլբազին մի հատ սրսկել։ Հա, ջուլբազ։ Ահա, վիտամիններ, բան։ Հետպես աղջիկներս ընդեղ հավերն են քուջուջանում, յոնջի սերմն են ուտում։ Հա, ինչ ես ուզում։ Արի յոնջի սերման էջա։ Վադան ձերգալ հարը։ Էսա կգա։ Ես գիտեի իրիկունն եկել է անձրև, բայց չէր եկել։ Ջուլբաս։ Էրիկը ոնց որ սովորել է ջուլբազի ներկայությանը։ Հա։ Այդ բանկերում։ Չէ։ Քիթում տնից դարեք։ Հա։ Քիթում տնից դարեք։ Չէ։ Մի երկու անգամ մոտիկ ա գնացել շանը, շունը վրեն հաչացել, ասում ա տարեք դուս գցեք, ես չեմ ուզում այդ շանը։ Հիմա հարմարվել է, էլ ձենձուն չկա։ Ջուլբազ։ Այ ջուլբազ։ Անձրև պետք ա գա հասցնենք, շուշուտ անենք։ Էրիկ, հայլի ուղիղ ա։ Այդ թելը կապիր նոր երևաց։ Այդտեղ անցած տարի լոբի էի ցանել, բայց լոբի չկար։ Զգացիր, որ անձրև գցեց։ Զգացիր, որ անձրև գցեց։ Անձրև դիգա։ Գցեց արդեն։ Գցեց։ Հա, Ուրից գա։ գալիս է։ Իջավ հայ ցանեք պրսի։ Հա, շուշուտ ցանենք։ Գնացինք ցանելու։ Հասցնենք ցանենք, որ ցանելուց հետո որ անձրևը գալիս է, լրիվ յուրահատուկ ա լինում։ Երեխեք ջան, ծաղիկներն ենք ջրում։ Իմ էր ջուլբազն է։ Այստեղ։ Այստեղ։ Գնամ վեդրո բերեմ։ Այն մի կողմը վարձը չի հասցնում։ Ջրեմ։ Այստեղ։ Արի, պուպուշս։ Պուպուշս։ Եկա։ Ոնց ա վազում։ Այստեղ։ Արի, Էլինա, արի։ Էլինա, արի, կկծի։ Էլինա, արի։ Հեռու գնացեք, երեխեք ջան։ Ես ոնց անցնեմ են կոմ։ Այս ծաղիկները պետք է սոխանեմ ստեղից։ What